Աղքատության և հարստության միջև իրական տարբերությունը բանկային հաշվեկշռում չէ, բայց ամեն օր մտածում և գործում է։ Նրանք, ովքեր ապրում են ֆինանսական դժվարությունների վրա, չեն կորցնում ամեն ինչ ռեսուրսների պակասի համար։ Բայց քանի որ այն զարգացնում է սակավության մտածելակերպը, կարծես աշխարհը միշտ պատրաստ էր այդ փոքրիկը վերցնելու։ Նրանք, ովքեր բարգավաճում են ավելի արագ, քանի որ նրանք տեսնում են հնարավորություններ, որտեղ ուրիշները խոչընդոտներ են տեսնում, կազմակերպելով իրենց գործողությունները։ Տևական բան կառուցելու համար, սա հաջողություն կամ հրաշք չէ, բայց համընդհանուր սկզբունքներ, որոնք աշխատում են յուրաքանչյուրի համար, ովքեր ցանկանում են կիրառել դրանք։ Նշում ձեր շուրջը։ Ինչու են որոշ մարդիկ իրենց ամբողջ կյանքը անցկացնում կախված հաջորդ աշխատավարձից, իսկ մյուսները նույնիսկ 0-ից ավելի ու ավելի բարձր մակարդակ են վաստակում, արդյոք սկզբնական պայմաններն այնքան տարբեր են, ժամանակի մեծ մասը ոչ։ Տարբերությունը մարտահրավերների առջև կանգնելու ճանապարհին է, ով մնում է աղքատության մեջ, արդարացումներ է փնտրում։ Ովքեր առաջխաղացում են փնտրում լուծումներ, մեկը ասում է, դա նման է բոլորի համար, մյուսը հարցնում է, ինչ կարող եմ այլ կերպ վարվել։ Հին իմաստությունն արդեն սովորեցնում էր, որ իրական հարստությունը սկսվում է ոչ թե գրպանում, այլ սովորելու և հարմարվելու ունակության մեջ, աղքատությունն ու դժբախտությունը, ժամանակի մեծ մասը, արմատավորված սովորություններ են։ Արդյոք ծախսելու սովորությունը, նախքան գործելու փոխարեն բողոքելը, վախենալով փոփոխություններից, այս ստանդարտները, ինչպիսիք են անտեսանելի կշիռները, կանխում են առաջընթացը։ Պապս, պատերազմից հետո, ուներ միայն ձեռքերը և նոթատետր, ամեն երեկո նա մանրակրկիտ խփեց, թե որքան է նա շահել և որքան է նա ծախսել, նրա նշանաբանը պարզ էր։ Եթե ես չեմ վերահսկում իմ փողերը, նա ինձ վերահսկելու է։ Այս պարզ կարգապահությունը, որը պահպանվում է տարիներ շարունակ, դարձել է բարգավաճ սեմինար, այնուհետև ճանաչում քաղաքում, փոքր ժեստեր, երբ կրկնվում են նպատակային, ստեղծում են արտառոց արդյունքներ, ժամանակակից ուսումնասիրությունները հաստատում են այս գաղափարը։ Հաջողությունը հաջողության խնդիր չէ, այլ փոքր ընտրության համակարգ, ով է ապրում աղքատության մեջ, հիմա ամեն ինչ է ուզում։ Նրանք, ովքեր հարստություն են կառուցում, հասկանում են, որ աճը աստիճանական է, քայլ առ քայլ։ Առաջին ծուղակը, որը աղքատության մեջ է պահում մարդկանց, օվերդրաֆտում է, երբ ինչ-որ մեկը ծախսում է այն, ինչը դեռ չունի, լինի դա ապառիկ, բջջային հեռախոս, ֆինանսավորվող արձակուրդ կամ քշում, կահույք, այն իրականում ձեռք է բերում որպես ապրանք։ Հաճույքը անհապաղ է, բայց գինը վճարվում է տոկոսների և հետագա սահմանափակումների համար։ Ես հանդիպեցի մի հարևանի, որը 1990-ականներին ժամանակին հեռուստատեսություն է գնել, 3 տարի վճարելուց հետո նա գնահատեց. Այս սարքն արժեր ավելին, քան իմ տարեկան աշխատավարձը, հրեական ավանդույթը միշտ նախազգուշացրել է, միայն ծախսիր այն, ինչ արդեն ունի, փողը գործիք է, բայց եթե օգտագործվում է առանց հայեցողությամբ, այն դառնում է ծուղակ։ Երկրորդ սխալը փողը խնայելն է, թե իրականում կարևոր է։ Նրանք, ովքեր ապրում են ամուր ծախսել, առանց մտածելու ավելորդ ուտեստների, ավելորդ օբյեկտների, անհարկի օբյեկտների, շեղումների, բայց տատանվում է, երբ խոսքը վերաբերում է գիտելիքների ներդրմանը։ Այս դասընթացը թանկ է, ասում են նրանք, քանի որ նրանք թանկ են վճարում անտեղյակության հետևանքների համար, հայրս կրկնում էր։ Ես տեսա, որ մեր համայնքի մի երիտասարդ տղամարդիկ պետք է լքեն գիշերները մասնագիտական դասընթաց գնելու համար, տարիներ անց նա դարձավ հղում իր տարածքում և իր ընտանիքին աջակցում է մտքի խաղաղությամբ։ Երրորդ խոչընդոտը տուժողի մտածելակերպն է։ Նրանք, ովքեր դժվարությունների մեջ են, միշտ մեղադրում են կառավարությանը, շեֆին, ճգնաժամին կամ ճակատագրին, երբ տեսնում եք, որ ինքներդ ձեզ պատանդ եք հանգամանքներին։ Դուք որոշում եք կայացնում ձեր որոշման ուժը մյուսներին, մեր նախնիները ուսուցանեցին։ Եթե ոչ ես, ապա ով, նրանք, ովքեր ստանձնում են պատասխանատվությունը, դադարում են լինել պատահական խաղ։ Ես հանդիպեցի մարդկանց, ովքեր ոչ մի տեղից են սկսվում, բարձրացրին բարեկեցիկ բիզնեսներ, քանի որ բողոքելու փոխարեն, նրանք հարցրին. Ինչ կարող եմ անել այսօր, փոխելու իմ իրավիճակը։ Չորրորդ սահմանափակման սովորությունը սկսելու վախն է։ Շատերը կպչում են այն գործերին, որոնք սպառում են դրանք, այն ռեժիմները, որոնք դժգոհ են միայն նոր սկիզբի անհանգստությունից խուսափելու համար, վախ։ 0 առանց գիտակցելու, որ դա կարող է դուր լինել, ոչ թե պատ։ Իմ ծանոթը ամեն ինչ 3 անգամ կորցրեց, յուրաքանչյուրում նա նստեց դատարկ թերթիկի հետ և հայտնաբերեց նոր պլան, այսօր նա հարգված ձեռներեց է, նա ասում էր. Ամեն անգամ, երբ հասա 0-ի, դա հնարավորություն էր վերակառուցել։ Այս ստանդարտները ապրեք պարտքի, անտեսման ուսման, գործեք որպես զոհ և հեռահարության վախ, նույնքան խարիսխներ, որոնք կանխում են առաջընթացը, նրանք թույլ չեն տալիս գումար բազմապատկել, քանի որ նրանց հետևում մտածելակերպը վատնում է, այլ ոչ թե շինարարությունը։ Հիմա եկեք նայենք մյուս կողմին։
Ինչու են ոմանք ավելի հեշտ բազմապատկվում ձեր հարստությունը, դա նախնական գումարի խնդիր չէ, բայց ինչպես են մտածում և գործում։ Նրանք, ովքեր առաջին հերթին բարգավաճում են գիտելիքներով, դուք գիտեք, որ փողը կարող է կորչել, բայց այն, ինչ դուք սովորում եք հավիտյան, մի երիտասարդ, ով իր աշխատավարձի պահին վերապահված մասի դիմավորեց ոչ թե հագուստի կամ ժամանցի, այլ գրքերի և դաստիարակների, տարիներ անց նա տիրում էր իր մասնագիտությանը և ուներ շատ ավելի բարձր, քան սկզբնական եկամուտը։ Ընթացիկ հետազոտությունն ապացուցում է, մեկ խոսակցությունը փորձառու մեկի հետ կարող է խնայել սխալներ։ Երկրորդ, նրանք, ովքեր հարստանում են, գիտեն ինչպես սպասել, հասկանում է, որ անմիջական հաճույքը գողանում է ապագան, նախընտրեք հետաձգել բոնուսները ավելի ուշ ավելի մեծ արդյունքներ հավաքելու համար, ընկերական գործարարն ասաց։ Հրեական իմաստության մեջ համբերությունը միշտ համարվել է հարստության ձև։ Երրորդ, նրանք, ովքեր բախտ են կառուցում, իրենց տեսնում են որպես իրենց ճակատագրի տերեր, ոչ թե մեղադրել հանգամանքները, բայց հարցնում է, ինչ է կախված ինձանից, նույնիսկ ճգնաժամերի մեջ փնտրեք հնարավորություններ, պապս ասաց։ Դուք չեք ընտրում քամու ուղղությունը, բայց մոմերը կարող եք կարգավորել, ով է վերահսկում իրենց գործողությունները, ավելի ուժեղ է դառնում, քան անբարենպաստությունը։ Վերջապես, նրանք, ովքեր բարգավաճում են, չեն վախենում զրոյից սկսվել, դուք տեսնում եք վերանայել և վերակառուցել ավելի շատ իմաստություն, ընկերը կորցրեց ամեն ինչ, պարտական էր, բայց ասաց. Ժամանակն է նոր բան սովորել, այսօր ձեր նոր բիզնեսը 2 անգամ ավելի շահավետ է, քան նախորդը, մեր ավանդույթում Շաբաթ, հանգստի օր սովորեցնում է, որ երբեմն դադարելը անհրաժեշտ է ավելի պարզ շարժվել։ Վերջապես, նրանք, ովքեր աճում են ֆինանսապես գնահատում են իրենց ուշադրությունը, այն չի ցրում այն շեղումների մեջ, բայց դա ուղղորդում է այն, ինչ իրականում կարևոր է, ուսումնասիրությունները անվանում են այս խորը աշխատանք, ես տեսա մի մարդու, ով դատարկ նշանակումներ է դրել իրեն մեկ նախագծին նվիրվելու համար, նրա եկամտաբերությունն աճել է այն, ինչ նա պատկերացնում էր։ Հետևաբար տարբերությունը բախտի մեջ չէ, բայց մտածելակերպի մեջ, նրանք, ովքեր աղքատության մեջ են մնում, վախի, արդարացումների և ակնթարթային բավարարվածության հետապնդումից, նրանք, ովքեր բարգավաճում են իրենց կյանքը կարգապահությամբ, երկարատև տեսլականով և խոչընդոտները քայլերի վերածելու ունակությամբ, մտածեք դրա մասին։ Մինչ մեկը գնում է պառակտված բջջային հեռախոս, մյուսը գիրք է գնում։ Մինչ մեկը սպասում է հանգամանքների փոփոխության, մյուսը ստեղծում է փոփոխություններ։ Մինչ մեկը կպչում է անցյալին, մյուսը պատրաստ է սկսել, ով է գնահատում փոքրիկին մետաղադրամ, 1 րոպե, հնարավորություն, վերադարձնում է մեծը, այս սկզբունքը երբեք չի ձախողվում։ Ուշադրություն դարձրեք այս սկզբունքին, քանի որ այն կբերի ձեր աշխատանքի պտուղները, բայց եթե փոքրիկին թուլացնեք, մեծը ձեզ կանցնի առանց նկատելու, այսօրվա ամենամեծ մտածողները հաստատում են այս ճշմարտությունը։ Դանիել Քահնմանը նախազգուշացնում է իմպուլսիվ որոշումների թակարդների մասին։ Երբ մենք այսօր հեշտացնում ենք հեշտությունը, մենք վաղը կորցրեցինք, Քերոլվերը հիշեցնում է, որ աճը բխում է ջանքերից, ոչ թե բնածին տաղանդի, Նասիմ Թալեբը սովորեցնում է, որ կյանքի հարվածները մեզ ուժեղացնում են, քանի դեռ պատրաստ ենք սովորել դրանցից, այս գաղափարները հնչում են ժամանակակից, բայց էությունը նույնն է, ինչ մեր տատիկներն արդեն գիտեին։ Ես տեսա մի պարզ մարդ, որը ամեն օր, փոքր քանակությամբ պահում էր, ձեր ընկերները ծիծաղեցին։ Դուք նույնիսկ ցենտ եք ասում, տարիներ անց նա տուն է գնել, նույն ընկերները, այժմ զարմացած, հարցրեց. Ինչպես։ Նա դա արեց, նա պարզապես ժպտաց և պատասխանեց. Ես պատիվ տվեցի փոքրիկին, և փոքրիկը ինձ տվեց մեծը, մյուս կողմից ես հանդիպեցի երիտասարդներին, ովքեր ամեն ինչ անցկացրին երեկույթների և ապառիկներում, որոնք հարուստ են լինում 20 տարեկան հասակում, բայց 30 տարեկան հասակում նրանց գրպանը սկսվեց։ Դժմարտությունն պարզ է, հարստությունն ու աղքատությունը բախտի հարց չեն, մտքի 2 հակառակ եղանակ կա, մեկը տանում է աշնանը, մյուսը մինչև բարձրանալը, և ամեն օր ընտրում եք, թե որ պատմությունն է գրել։ Հիմա եկեք գնանք պրակտիկայի, ինչ անել այսօր դադարեցնել մտածել, թե ով է կորցնում և մտածում, թե ով է կառուցում։ Նախ դադարեցրեք պարտքի մեջ ապրելը, եթե ունեք ծախսելու սովորություն ունենալուց առաջ, դադարեցրեք այն, գնեք միայն այն, ինչ կարող եք վճարել կանխիկ եղանակով, սկզբում դժվար կլինի, բայց սա այն դեպքում, երբ ծնվում է իրական ազատությունը։ Երկրորդ, ներդրումներ կատարեք գիտելիքի մեջ, նույնիսկ եթե դա քիչ է, մի գիրք, դասընթաց, խոսակցություն, թե ով է ձեզանից ավելին գիտի, այս ներդրումները կտան ավելի շատ, քան գնված ցանկացած օբյեկտ, որը գնվել է հաճույք ստանալով։ Երրորդ, դադարեք զոհ լինել, երբ սկում ես բողոքել, հարցրու, ինչ կարող եմ անել հիմա, դուք կզարմանաք, թե որքան եք փոխվում, երբ դադարում եք ձեր ուժը մյուսներին մատուցել։
4. Դեմքը 0-ի որպես հնարավորություն, եթե կորցրել եք ձեր աշխատանքը, փողը կամ հարաբերությունները, մի կպչեք ձեր մահացածի վրա, վերցրեք թերթիկ և գրեք այն, ինչ կարող եմ սկսել այսօր, 0-ն վերջը չէ, դա դատարկ թուղթ է։ 5. Պաշտպանեք ձեր ուշադրությունը, վերացնել աղմուկի աղբյուրը, անջատեք անհարկի նորությունները, հրաժարվեք դատարկ սովորությունից, դադարեք գիշերային ժամերը կորցնել շեղումներով, ձեր էներգիան պետք է աշխատի ձեզ համար, ոչ թե ուրիշների նպատակների համար։ Հիշեք, ով է կարծում, թե որքան աղքատ կորցնում է, քանի որ ձեր սեփական մտածելակերպը ոչնչացնում է ձեր ունեցածը, ով է կարծում, որ հարուստ բազմապատկվում է, քանի որ նրանց մտածելակերպը ստեղծում է այն, ինչը դեռ գոյություն չունի։ Տարբերությունը փողի մեջ չէ, բայց ամեն օր մտածելու ձևը։ Դուք թույլ չեք։ Դուք պարզապես մոռացել եք կարգապահության և նպատակի ուժը, վերականգնել այն, փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ որոշեք դադարեցնել վատնելը և սկսել ցանել։